Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում խաղի կանոնները հաղորդումն է, որն իրականացնում ենք մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ։ Իսկ մեր այսօրվա հյուրերն են իրավախախտումների վերահսկողության բաժնի պետ Մերուժան Խաչատրյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ իրավաբանական վարչության գլխավոր իրավաբան Անի Խուդավերդյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այս հաղորդման ընթացքում ես կուզեմ խոսենք շահումով խաղերի եւ վիճակախաղերի վերաբերյալ սպառողներին ուղարկվող հաղորդագրություններից, իհարկե հաշվի առնելով այն, որ այս թեման նոր չէ եւ նոր չէ հայտնվում նաեւ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, որովհետեւ նախկինում էլ եղել են վարույթներ, տուգանված տնտեսվարողներ անբարեխիղճ մրցակցության համար։ Այս կուզեմ հասկանանք այս ընթացքից հետո այսօր ինչ վիճակ ունենք այդ ոլորտում ընդհանրապես։ Շնորհակալություն հարցի համար։ Իսկապես խաղային ոլորտում գործունեությունը հանձնաժողովի ուշադրության կենտրոնում նոր չի, որ հայտնվել է։ Դեռևս 2024 թվականին խաղային ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ հարուցվել են իրավախախտման վերաբերյալ վարույթներ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով, այսինքն վարույթները հարուցվել են մասնավորապես տնտեսավարող սուբյեկտների կողմից իրենց օգտատերերին ուղարկվող մարքեթինգային հաղորդագրություններ ուղարկելու վարքագծում անբարեխիղճ մրցակցության, այդ թվում հասարակության մոլորեցման անբարեխիղճ մրցակցության առերևույթ հատկանիշների առկայության հիմքով Ընդհանուր առմամբ վարույթները հարուցվել են դեռևս 2024 թվականին եւ վարույթների քննության շրջանակներում հաստատվել է տնտեսավարող սուբյեկտների կողմից իրավախախտման առկայության փաստը եւ համապատասխանաբար հանձնաժողովի կողմից կիրառվել են պատասխանատվության միջոցներ։ Արդեն արդյունքում պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշմամբ իրավախախտման փաստը հաստատվելու արդյունքում տնտեսավարող սուբյեկտների կողմից ընդհանուր առմամբ նշանակվել է շուրջ 1 միլիարդ դրամի չափով տուգանք, սակայն հանձնաժողովը չի սահմանափակվել, արդեն իսկ տեղի ունեցած իրավախախտման մասով պատասխանատվություն կիրառելով, այլ նաև կիրառել են նաև կանխարգելիչ գործառույթը։ Մասնավորապես սուբյեկտների նկատմամբ սուբյեկտներին հանձնարարվել է անհապաղ եռամսյա ժամկետում նախ շտկել օրենքի խախտումը, ինչպես նաև մշակել իրենց կողմից իրենց օգտատերերին ուղարկվող վիճակախաղերի եւ շահումով խաղերի վերաբերյալ ուղարկվող մարքեթինգային հաղորդագրությունների վերաբերյալ կանոններ եւ կանոնները ներկայացնել հանձնաժողովի կարծիքին։ Արդեն տնտեսավարողների սուբյեկտների կողմից կանոնները մշակվելուց հետո դրանք ներկայացվել են հանձնաժողովի կարծիքին եւ արդեն 2025 թվականի օգոստոսին հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտների դիմումների հիման վրա կայացրել է եզրակացություն տնտեսական մրցակցության առնչվող հարցի վերաբերյալ։ Տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացված կանոնների նախագծերը հանձնաժողովի գնահատմամբ, հանձնաժողովի եզրակացությամբ չեն հակասել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահանջներին։ Ընդհանուր առմամբ այս ամենը նախ խոսում էր տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի լիազորությունների եւ նաեւ կանխարգելիչ լիազորությունների գործառույթների մասին։ Որպես նախապատմություն եւ որպես արկա իրավիճակ այսքանը։ Իսկ հանձնաժողովը հետաքրքիր է այս ընդունված որոշումներով, ինչ եզրահանգումներ է ունեցել այդ հաղորդագրությունների ուղարկման իրավաչափության մասով։ Արդեն ասեցի, որ վարույթները հարուցվել եւ համապատասխան պատասխանատվության միջոցները կիրառվել են տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ։ Նշեմ, որ վարույթների քննության եւ պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշման շրջանակներում հանձնաժողովը էական է համարել մի շարք հարցադրումների բացահայտումը։ Նախ եւ առաջ քննարկման առարկա են դարձել խաղային ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրենց օգտատերերին ուղարկվող այս մարքեթինգային հաղորդագրությունների տեքստում համապատասխան նախազգուշացնող տեղեկատվություններ պարունակելու առկայության հարցը, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության պահպանման հարցը եւ հաղորդագրություններ ուղարկելու վարքագծում անբարեխիղճ մրցակցության եւ հասարակության մոլորեցման անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հարցը։ Նախ վարույթի քննության շրջանակներում նշեմ, որ պարզ է դարձվել, որ
տնտեսավարող սուբյեկտների կողմից իրենց օգտատերերին ուղարկվող հաղորդագրությունների ընդհանուր ծավալի միայն մի մասը, շատ քիչ մասն է, որ պարունակել է օրենքով սահմանված նախազգուշացնող տեքստը, նախազգուշացնող տեղեկատվությունը, սա առաջին հարցադրման կապակցությամբ, ինչ վերաբերվում է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության պահպանման հարցին, հանձնաժողովը քննության ընթացքում բացահայտել եւ արձանագրել է, որ հաղորդագրությունների ուղարկելու վարքագիծը իրականացվել է անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջների խախտմամբ այն իմաստով, որ օրինակ օգտատերերի, այս դեպքում սպառողների կողմից հաղորդագրություններ ստանալու համաձայնությունը չի եղել հստակ եւ գիտակցված կամահայտնություն։ Եվ այս ամենը հաշվի առնելով արդեն տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը որակվել է որպես անբարեխիղճ մրցակցություն, իսկ ինչ վերաբերվում է արդեն հասարակության մոլորեցման դրսևորման անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առկայությանը, այս մասով հանձնաժողովը արձանագրել է, որ եթե սպառողը հնարավորություն չի ունեցել տալու իր գիտակցված կամահայտնությունը հաղորդագրություններ ստանալու վերաբերյալ, այստեղ առաջանում է երկու հարց։ Նախ, սպառողի մոտ կարող է լինել թյուրըմբռնում, եւ սպառողները կարող են ընդհանուր ամբողջական պատկերացում չունենալ, օրինակ տնտեսավարող սուբյեկտի կողմից առաջարկվող խաղի վերաբերյալ հաղորդագրության մասով։ Եվ այս ամենը հաշվի առնելով հանձնաժողովն արձանագրել է արդեն հասարակության մոլորեցման անբարեխիղճ մրցակցության առկայության հարցը եւ արդեն ինչպես նշեցի, տնտեսավարող սուբյեկտները ենթարկվել են պատասխանատվության եւ կիրառվել են համապատասխան պատասխանատվության միջոցները։ Իսկ հետաքրքիր է այս մշակված կանոններով ինչպիսին պետք է լինի ուղարկվող հաղորդագրության բովանդակությունը։ Տեսեք, ինչպես գործընկերս նշեց, հանձնաժողովի իրականացված վարույթների արդյունքում ընդունված որոշումներով կատարել էր մի շարք եզրահանգումներ։ Նշված եզրահանգումների մեջ էր մտնում նաև հենց այն հանգամանքը, որ անկախ ամեն ինչ նշված հաղորդագրությունները իրենց բնույթով համարվում են գովազդային եւ դրանով պայմանավորված հանձնաժողովը գտնում է, որ գովազդային նշված հաղորդագրությունները պետք է պարունակեն 21+ նշումը եւ նախազգուշացնող տեքստը հետեւյալ բովանդակությամբ խաղին մասնակցելով կարող է կրել նյութական վնասներ, ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է։ Այսինքն պետք է հնարավորինս սպառողին նման հաղորդագրություններ ուղարկելով իրազեկվի, որ կարող է ինչ-որ ֆինանսական եւ այլ հետևանքներ առաջացնի իրենց մոտ այդ խաղերին մասնակցելը։ Իսկ բովանդակությունը հաղորդագրությունների բոլոր եղանակներով ուղարկվող հաղորդագրությունների պետք է լինի նշված նշումը եւ նախազգուշացման տեքստը ամբողջությամբ ներկայացված, դրանք կլինեն թե էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկվող հաղորդագրությունները, թե էլեկտրոնային հավելվածների միջոցով, օրինակ Viber, WhatsApp եւ այլ հավելվածների միջոցով ուղարկվող հաղորդագրությունները, ինչպես նաև ընկերության կայքում ներքին հաղորդագրությունները եւ նաև SMS հաղորդագրություններում, քանի որ այս պահին կապի օպերատորների կողմից նման հնարավորություն դեռևս չկա, որ ամբողջական հնարավոր լինի այդ տեքստը ներառել SMS հաղորդագրության բովանդակության մեջ, այս պահին SMS հաղորդագրությունների դեպքում պետք է կատարվի միայն 21+ նշումը եւ նախազգուշացում անվանմամբ հղում պետք է պարունակի հաղորդագրությունը, որով անցնելով արդեն պետք է բերվի նախազգուշացնող տեսքը ամբողջությամբ սպառողի համար տեսանելի եղանակով։ Իսկ ինչպես պետք է սպառողը, օրինակ, համաձայնություն տա, որ իրեն այդպիսի այդ բովանդակությամբ հաղորդագրություններ ուղարկվեն եւ կարող է արդյոք չհամաձայնել, որ իրեն, օրինակ, այդ բովանդակությամբ նամակներ ուղարկվեն։ Այո, իհարկե դա շատ կարևոր հարց է, քանի որ հենց վարույթի իրականացման ընթացքում մենք բազմաթիվ սպառողներից ու օգտատերից ահազանգներ էինք ստանում, որ իրենք տեղյակ չեն ինչի համար են այդպիսի հաղորդագրություններ ստանում, իրենք երբեք օրինակ չեն մասնակցել նման խաղերի, բայց այդպիսի հաղորդագրություններ են ստանում ու բազմաթիվ նման դեպքեր էին լինում։ Ինչն էր շատ կարևոր այս կանոնների սահմանմամբ, որ հստակ նշվեց, որ տվյալ տնտեսվարող սուբյեկտների կայքում գրանցման փուլում օգտատերերը բերվելու է իրենց դիմաց հստակ առանձնացված դաշտ համաձայն մարքեթինգային հաղորդագրությունների
ստացման հետ կապված համաձայնություն տալու առումով եւ այդտեղ նշված են լինելու հաղորդագրությունների ուղարկման բոլոր եղանակները եւ դրանք ընդ որում նախապես ոչ ընտրված վիճակում են լինելու եւ սպառողները օգտատերերը արդեն գիտակցված իրենց հստակ գործողության արդյունքում պետք է այո կոճակը սեղմելով, այսպես ասած, ընտրեն համապատասխան մարքեթինգային հաղորդագրությունը ստանալու եղանակները կամ եղանակներից մի քանիսը հնարավորությունը ամեն եղանակով առանձնացված է այնտեղ ներկայացված լինելու ընդ որում հաղորդագրությունների ստացման այդ համաձայնության տալը կամ չտալը որևէ կերպ չի կարող խոչընդոտել սպառողին իր գրանցման գործընթացը ավարտելուն այսինքն օգտատերը կարող է իր բոլոր եղանակներով սեղմի ոչ կոճակը եւ ցանկանա որ պետք է ընդհանրապես չստանա հաղորդագրություն եւ կարող է ամբողջությամբ ավարտել իր գրանցման process-ը եւ օգտվել ընկերությունների ծառայություններից իսկ ինչ վերաբերվում է հրաժարվելուն այդպիսի հաղորդագրություններ ստանալուն այո դա եւս շատ կարեւոր հարց է ու եւս բազմաթիվ անգամներ արծարծված ու նաեւ մեծ բողոքներ ներկայացված էլի սպառողների կողմից շատ դեպքեր էինք ունենում եւ մարդիկ ասում էին մենք ցանկացած եղանակով փորձում են կապ հաստատել ընկերությունների հետ, որ մեր հաշիվները նույնիսկ արգելափակ են կամ մեզ այդ հաղորդագրությունները չուղարկեն եւ արձագանքներ չէր լինում։ Ուղղակի նույն կերպ շարունակվում էր։ Դրա արդյունքում շատ կարեւոր են այս կանոնների սահմանումը։ Տեսեք, այսուհետ սպառողը ցանկացած պահի կարող է հրաժարվել մարքեթինգային հաղորդագրություններ ստանալուց, ընդ որում դրա համար ստեղծված են բոլոր հնարավոր պայմանները։ Օրինակ, մի քանի տարբերակով կարող է նա հրաժարվել այդպիսի հաղորդագրություններ ստանալուց։ Առաջինը, եթե ինքը մուտք է գործել համապատասխան տնտեսվարողի կայքում իր անձնական տվյալների բաժնում նաև տեսանելի է լինելու իր համար այն համաձայնությունների տրման եղանակները իրենց ընտրելու տարբերակներով ինչպես գրանցման փուլում եւ ցանկացած պահի օգտատերը կարող է մուտք գործել այդ հատված եւ օրինակ որոշել որ ինչ որ եղանակով չի ուզում ստանալ հաղորդագրությունը կամ բոլորից հրաժարվի պահպանի իր փոփոխությունները Եվ այդուհետ նա պետք է չստանա այդպիսի հաղորդագրություններ։ Երկրորդ տարբերակը ինչպես կարող է հրաժարվել այդպիսի հաղորդագրություններ ստանալուց էլեկտրոնային հաղորդակցման հավելվածներով ստացած հաղորդագրությունների դեպքում նույն ինքը Viber, WhatsApp եւ այլ նման հավելվածները իրենք հենց իրենց կարգավորումներում պարունակում են համապատասխան գործիքակազմ, որը սպառողը կարող է ուղղակի հրաժարվել նման հաղորդագրություններ ստանալուց Այստեղ նաև անհրաժեշտ է ընդգծել, որ SMS հաղորդագրությունները, ինչպես նշեցինք, այն որ դեռևս տեխնիկապես հնարավորությունները մի քիչ այդտեղ սահմանափակ են, հնարավորություններ ստեղծվելու դեպքում կապի օպերատորին նաև պետք է հենց SMS հաղորդագրությունները նման գործիք նախատեսեն, որ այդտեղից նույնպես հնարավոր կլինի միանգամից հրաժարվել այդ հաղորդագրության ստացումից Ինչպես նաև մարդիկ օգտատերերը կարող են ցանկացած պահի համապատասխան տնտեսվարող սուբյեկտի հեռախոսահամարով էլեկտրոնային փոստի հասցեին դիմելով կամ իրենց կայքում նամակագրության միջոցով հրաժարվել հաղորդագրությունների ստացումից եւ բոլոր դեպքերում դա տնտեսվարող սուբյեկտների կողմից պետք է պատշաճ պահպանվի Այստեղ մի հատ կարևոր հանգամանք կա, որ բացի կայքում հստակ իրենց գործողություններով արվող չեղարկումներից կամ համաձայնության փոփոխություններից, մնացած դեպքերում պետք է տնտեսվարող սուբյեկտը նախ իդենտիֆիկացնի կրկին տվյալ անձին, որ հրաժարվում է ինչ-որ հաղորդագրություն է ստանալուց եւ նոր կատարի նրա ծանոթությունները, սակայն պետք է այդ ժամկետը 3 օրը չգերազանցի։ Այսինքն այդ տվյալները պետք է մշակվեն 3 օրվա ընթացքում Եվ 3 օր հետո արդեն սպառողը իր կատարած փոփոխության իր դիմումի համաձայն չպետք է այլևս ստանա նման հաղորդագրություններ։ Այսքանը թերևս այդ հարցը։ Իսկ որ դեպքերում պետք է բացառվի անձին մարքեթինգային այդ բովանդակություն ունեցող հաղորդագրություններ ուղարկելը եւ ովքեր կարող են ստանալ այդ հաղորդագրություններից ու երբ մի անգամ արդեն համաձայնություն են տվել, որ իրենց ուղարկվի այդ հաղորդագրությունը դա միշտ պահպանվում է անժամկետ է, այսինքն թե որոշ ժամանակ անց թարմացնելու կարիք կա։
Մինչև ձեր հարցին անդրադառնալը նշեմ, որ նշված կանոններով նաև սահմանվել է пассив օգտատեր հասկացությունը։ Пассив օգտատեր ինչ է իրենից նշանակում։ Пассив օգտատեր է համարվում այն օգտատերը, որը մեկ օրացուցային տարվա ընթացքում որևէ խաղադրույք կամ մասնակցության վճար չի իրականացրել տվյալ ընկերության կայքում, ներառյալ նաև բոնուսների հիման վրա կատարված խաղադրույքները կամ մասնակցության վճարները։ Արդեն անդրադառնալով ձեր հարցադրմանը նշեմ, մարքեթինգային հաղորդագրություններ չպետք է ուղարկվեն բոլոր դեպքերում пассив օգտատերերին։ Այսինքն այն անձը, որը 1 տարի արդեն որևէ խաղադրույք չի կատարել, այդ անձին ավտոմատ պետք է տնտեսվող սուբյեկտը նման հաղորդագրություններ չուղարկի։ Մարքեթինգային բնույթի հաղորդագրություններ չպետք է ուղարկվեն նաև անժամկետ կամ ժամանակավորապես իրենց խաղային հաշիվը արգելափակած օգտատերերին։ Այսինքն իսկ ժամանակավորապես հաշիվը արգելափակած օգտատերերը, երբ որ այդ ժամկետը լրանալուց հետո նորից մուտք գործեն կայք, իրենց առջև պետք է բացվի գրանցման փուլում, ինչպես որ նշեցինք, այդ համապատասխան դաշտը եւ համաձայնությունների բոլոր եղանակներով եւ 0-ից մարդիկ պետք է իրենց համաձայնությունը նորից տան։ Արդյոք ցանկանում են ստանալ այդպիսի հաղորդագրություններ, թե ոչ։ Մարքեթինգային հաղորդագրություններ կարող են ուղարկվել այսպես կոչված արդեն ըստ սահմանման ակտիվ օգտատերերին, այսինքն այն անձինք, որոնք վերջին 1 տարվա ընթացքում ակտիվորեն կամ ոչ ակտիվորեն խաղադրույքներ կամ մասնակցության վճարներ են արել, ներառյալ բոնուսային միջոցներով կատարված խաղադրույքները, մասնակցության վճարները։ Ինչպես նաև այդպիսի հաղորդագրություններ կարող են ուղարկվել այն հետաքրքրվող անձանց, տվյալ տնտեսվող սուբյեկտի գործունեությամբ հետաքրքրվող անձանց, ովքեր համապատասխան պայմաններին հետևելով այդ անձանց համաձայնությունը տնտեսվողները ստացել են, եւ այստեղ մի հատ նուրբ պահ կա, որ բոլոր դեպքերում այդ համաձայնությունների ստացումը եւս պետք է լինի բոլոր կարգավորումներին համապատասխան։ Եվ միայն այդ դեպքում կարող են օգտատեր չհանդիսացող այլ անձանց, ովքեր տվել են համաձայնություն այդպիսի հաղորդագրություններ ստանալու, նման հաղորդագրություններ ուղարկել։ Ընդ որում տվյալ անձինք պետք է նույնքան հեշտությամբ կարողանան հրաժարվել նման հաղորդագրություններ ստանալուց։ Այս քանը այն մասով, թե ովքեր կարող են ստանալ մարքեթինգային հաղորդագրություններ, իսկ ինչը վերաբերվում է թե արդյոք տրված համաձայնությունները ժամանակավոր են, թե մեկ անգամ տրված համաձայնությունը ենթադրում է, որ միշտ կարող են այդպիսի հաղորդագրություններ ուղարկել, ապա պետք է նշեմ ոչ, որ քանի որ նույնիսկ միջազգային փորձը ուսումնասիրության արդյունքում եւ այս կանոնները, որ մշակվել են, նաեւ հաշվի են առնվել այդ ամենը, սահմանված է, որ չպետք է համաձայնություն չի կարող լինել անժամկետ եւ այն պետք է թարմացվի։ Այսինքն այս մշակված կանոններով սահմանվել է, որ տնտեսվարող սուբյեկտները համաձայնությունների թարմացման հետ կապված կարող են օգտատիրոջը դիմել միայն վերջի համաձայնության հետ կապված նրա վերջին փոփոխությունից հետո 1 տարի հետո, այսինքն ոչ շուտ չենք մինչև այդ դա կհամարվի խախտում։ Միևնույն ժամանակ համաձայնությունների թարմացման համատեքստում շատ կարևոր էր նաև ֆիքսել այն հանգամանքը, որ քանի որ նոր էր մտնում այս կանոնները եւ եզրակացությունները նոր տրվեցին այս կանոնների հետ կապված, տնտեսվարող սուբյեկտները նաև պատրաստակամություն են հայտնել մինչև այս պահը արդեն ակտիվ օգտատերերին, նրանք նշել են, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից հետո ցանկացած ակտիվ, այսպես ասած, օգտատեր իր խաղային հաշիվը մուտք գործելուց հետո պետք է տեսնի նորից այն դաշտը մարքեթինգային հաղորդագրությունների ստացման համաձայնություն տալու վերաբերյալ, ինչպես որ գրանցման փուլում, եւ նորից պետք է իրենք թարմացնեն իրենց տրված համաձայնությունները նոյեմբերի 1-ից հետո առաջի անգամ իրենց կայք մուտք գործելու դեպքում։
Շնորհակալ եմ շատ ինֆորմատիվ զրույցի համար։ Ես մեր ռադիո լսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ մեր այսօրվա հյուրերը իրավախախտումների վերահսկողության բաժնի պետ Մերուժան Խաչատրյանն ու իրավաբանական վարչության գլխավոր իրավաբան Անի Խուդավերդյանն էին։ Սա խաղի կանոնների հաղորդումն էր, որն իրականացվում է մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ, իսկ դուք շարունակեք մեզ լսել։